Վրաստանի փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին անդրադարձել է Վրաստանի վարչապետի Տաջիկստան այցին։ Նրա խոսքով այն կարևոր քայլ էր երկու երկրների միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Մակա Բոջորիշվիլի խոսքով բարձր մակարդակի այցելությունները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում ինչպես տնտեսական, այնպես էլ առևտրային հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում գործընկերության ամրապնդման համար։ Վարչապետի Տաջիկստան կատարած այցը կարևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերություններում։ Բարձր մակարդակի փոխայցերը լավ հնարավորություն են ստեղծում քննարկելու տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը։ Նախարարը նաև ուշադրություն է հրավիրել Կենտրոնական Ասիայի երկրների հետ Վրաստանի համագործակցության կարևորության վրա, տարածաշրջանային կապակցվածության եւ տարանցիկ գործառույթի զարգացման համատեքստում։ Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունները մեզ համար կարևոր են եւ առաջնահերթություն են, քանի որ Վրաստանը տարանցիկ երկիր է։ Այս համատեքստում անհրաժեշտ է ամրապնդել տնտեսական եւ առևտրային հարաբերությունները, ինչպես նաեւ երկրների միջև գործակցությունը տարբեր ոլորտներում։ Բոջորիշվիլին նաև նշել է, որ Վրաստանը հետաքրքրված է միջազգային կազմակերպությունների շրջանակներում Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցությամբ։ Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Տաջիկստան։ Դրա շրջանակում նախատեսված է Վրաստանի վարչապետի հանդիպումն իր տաջիկ գործընկերոջ հետ դեմարդեմ եւ ընդլայնված կազմով։ Բացի այդ, Վրաստանի կառավարության ղեկավարին նախագահական պալատում կընդունի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանից արտահանման գլխավոր ուղղություններն են Ղրղստանը $355.2 միլիոն, Չինաստանը $327.5 միլիոն, իսկ երրորդ տեղում Ադրբեջանն է $269.3 միլիոն։ Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանն ամենաշատը ներմուծել է Թուրքիայից $1 միլիարդ 162 միլիոն, Ռուսաստանը $983.4 միլիոն եւ Չինաստանը $849.7 միլիոն։ Բացի այդ, զեկույցի համաձայն 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին արտահանվող 10 խոշորագույն ապրանքների խմբերի շարքում առաջին տեղը զբաղեցրել են մարդատար ավտոմեքենաները $734.6 միլիոն, որը կազմում է բոլոր արտահանման 23.6%-ը։ Երկրորդ տեղում են նավթը եւ նավթամթերքը $366.6 միլիոն, իսկ երրորդ տեղում թանկարժեք մետաղների հանքակարը եւ խտանյութը $255.6 միլիոն։ 2026 թվականի հունվար-մայիսին ներմուծման ամենամեծ ապրանքային խումբը կազմել են մարդատար ավտոմեքենաները, որոնց ներմուծումը կազմել է $1 միլիարդ 251.4 միլիոն։ Երկրորդ տեղը զբաղեցնում է նավթը եւ նավթամթերքը $635.5 միլիոն, իսկ երրորդ տեղը բժշկական ապրանքները $295.9 միլիոն։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Յաշար Գյուլերը կարճատև զրույցներ է ունեցել մի շարք գործընկերների հետ։ Բացի այդ, նա ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության գրասենյակում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վոտրենի հետ։ Պակիստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսով քննարկել են Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հուշագիրը եւ հույս հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն Մերձավոր Արևելքում երկարատև կայունությանը։ Ֆիդանը շնորհավորել է Պակիստանին Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ, որի նախապատրաստման գործում պակիստանյան կողմը հանդես է եկել որպես միջնորդ։ Դիվանագետներն ընդգծել են ձեռք բերված համաձայնագրի կարևորությունը եւ հույս հայտնել, որ այդ քայլը կնպաստի խաղաղությանը, անվտանգության ամրապնդմանը եւ զարգացմանը, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Կողմերը հույս են հայտնել, որ այս նշանակալի ձեռքբերումն իր նպաստը կբերի տարածաշրջանում եւ դրանից դուրս հաստատուն խաղաղության, կայունության եւ առաջընթացի հաստատմանը։ Շվեյցարիայի Բուրգենշտոկ հանգստավայրում հունիսի 19-ին նախատեսված Միացյալ Նահանգներ Իրան խաղաղության բանակցությունները չեն կայանա, հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը, հաղորդում է Reuters-ը։ Միացյալ Նահանգների իշխանությունները նախկինում հայտարարել էին հունիսի 19-ին Շվեյցարիայում Միացյալ Նահանգներ Իրան համաձայնագրի ստորագրման արարողություն անցկացնելու մտադրության մասին, սակայն Իրանի արտաքին գործերի նախարարության կարծիքով նման արարողության անհրաժեշտություն այլևս չկա, քանի որ երկու երկրի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Մասուդ Փեզեշքյանը հունիսի 18-ին առանձին ստորագրել են
փաստաթուղթը։ Նախորդին կողմերն արդեն պլանավորել էին հանդիպել։ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Բուրգենշտոկում կհավաքվեն Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Պակիստանի եւ Կատարի միջնորդները։ Հունիսի 19-ի գիշերը, սակայն Սպիտակ տունը հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի Շվեյցարիա այցի չեղարկման մասին։ Փոխնախագահն այսօր երեկոյան չի մեկնի։ Մենք ակնկալում ենք տեխնիկական քննարկումները սկսել հնարավորինս շուտ, ասել է Սպիտակ տան խոստակը։ Սպիտակ տան հայտարարության համաձայն տեխնիկական բանակցությունների ծրագրերը դեռևս վերջնականապես չեն որոշվել։ Նշվում է, որ նման հանդիպումների կազմակերպումը երբեք հեշտ կամ կանխատեսելի չի եղել։ Միացյալ Նահանգների զինված ուժերը վերացրել են Իրանի ծովային շրջափակումը։ Ամերիկյան ուժերն այլևս չեն խոչընդոտում նավերի ելումուտը Պարսից ծոցի եւ Օմանի ծոցի իրանական նավահանգիստներ։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հաստատել է շրջափակման վերացումը X-ի պաշտոնական էջում։ Միևնույն ժամանակ հրամանատարությունը նշել է. «Մեր որոշ ռազմածովային նավեր կմնան տարածաշրջանում ապահովելու համար, որ համաձայնագրի բոլոր կետերը պահպանվեն, կատարվեն եւ լիովին ուժի մեջ լինեն»։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարություն է տարածել Միացյալ Նահանգների հետ ձեռքբերված համաձայնության վերաբերյալ, նշելով, որ հաստատել է խաղաղության գործարքը, թեպետ ունեցել է այլ տեսակետ։ Խամենեին մասնավորապես նշել է, որ հենց Միացյալ Նահանգների նախագահն էր, որ հուսահատությունից դրդված դիմեց տարբեր միջոցների այս արդյունքին հասնելու համար։ Սակայն հաշվի առնելով այն պարտավորությունը, որ հարգարժան նախագահը որպես գերագույն ազգային անվտանգության խորհրդի նախագահ իր եւ խորհրդի մյուս անդամների անունից ինձ տվեց Իրանի ժողովրդի եւ դիմադրության ճակատի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաեւ այս որոշման համար պատասխանատվության մասին իր հայտարարությունը, ես տվել եմ իմ թույլտվությունը։ Մոջթաբա Խամենեիի խոսքով Միացյալ Նահանգների հետ դեմ առ դեմ բանակցություններ կանցկացվեն ապագայում, սակայն դա չի նշանակում թշնամու դիրքորոշման ընդունում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում Ռուսաստան հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի լիագումար նիստում հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հիմք կհանդիսանա ապագա համաձայնագրերի համար։ Կարծում եմ, այն որ փաստաթուղթը ստորագրվել է պետությունների ղեկավարների պարոն Թրամփի եւ պարոն Փեզեշքյանի կողմից, նույնպես հիմք է տալիս ակնկալելու, որ սա լուրջ փաստաթուղթ կլինի, որը հիմք կհանդիսանա ապագա համաձայնագրերի համար։ Պուտինի խոսքով Կազանի գագաթնաժողովում Ռուսաստանը եւ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի անդամ երկրները միաձայն ողջունել են Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ձեռքբերված համաձայնությունները։ Պուտինը նաեւ նշել է, որ Մերձավոր Արևելքում կայունացումը դրական ազդեցություն կունենա համաշխարհային էներգետիկ եւ պարենային շուկաների վրա։ Ժամանակակից աշխարհի արժեվ ծառացած շատ հարցերի շուրջ մեր դիրքորոշումները մոտ են կամ նույնիսկ համընկնում են։ Սա վերաբերում է մասնավորապես Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հուշագիրը ստորագրվել է հունիսի 17-ի գիշերը։ Փաստաթղթի համաձայն Իրանը եւ Միացյալ Նահանգները ի թիվս այլ բաների դադարեցնում են ռազմական գործողությունները բոլոր ճակատներում եւ բացում Հորմուզի նեղուցը։ Նաեւ 60 օրվա ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն վերջնական համաձայնագիրը, որը թույլ կտա լուծել առավել հրատապ հարցերը։ Դրանցից գլխավորը համարվում է Իրանի միջուկային ծրագրի ճակատագիրը։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ եթե Իրանը չհետևի փոխըմբռնման հուշագրի պայմաններին, ապա Միացյալ Նահանգներն ավելի քան կարող է վերականգնել շրջափակումը, որն ապրիլից գործում էր իրանական նավահանգիստների նկատմամբ։ Եթե Իրանը չանի այն, ինչ խոստացել է, այսինքն չհրաժարվի իր միջուկային զենքի նկրտումներից, ապա պատերազմի նախարարությունը այստեղ է եւ պատրաստ է վերսկսել պատերազմը, եթե անհրաժեշտ լինի։ Հեքսեթը նաև նշել է, որ Միացյալ Նահանգների ցանկացած ռազմական գործողություն եւ բանակցություն կենտրոնացած կլինի Իրանի միջուկային զենքի վրա։ Նա հավելել է, որ կան եվրոպական երկրներ, որոնք պատրաստ են օգնելու մաքրել Հորմուզի նեղուցը ականներից։ Միաժամանակ Հեքսեթն ուղղակիորեն կոչ է արել Մեծ Բրիտանիային անել ավելին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը պատմական է որակել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագիրը եւ նշել Թեհրանի հանձնառությունը խաղաղությանը եւ այս մասին նա գրել է X-ի սոցիալական հարթակում։ Սա պատմական փաստաթուղթ եւ ուղերձ է հզոր Իրանից։ Խաղաղությունը ձեռք կբերվի փոխադարձ հարգանքի շնորհիվ։ Փեզեշքյանն ընդգծել է, որ Իրանը միշտ հանձնառու է եղել ամբողջ աշխարհում խաղաղությանը, առաջընթացին եւ տարածաշրջանային համագործակցությանը, պահպանելով իր արժանապատվությունը եւ անկախությունը։ Իրանի նախագահը գրառմանը գծել է փաստաթղթի լուսանկարը, որը ստորագրվել է իր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի կողմից, որը հանդես է եկել որպես միջնորդ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը եւ նրա պակիստանցի գործընկեր Իսհակ Դարը հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև փոխհմբռնման հուշագրի վերաբերյալ։ Նշվել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատել Պակիստանի կարևոր միջնորդական դերը բանակցային գործընթացում, մասնավորապես Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի, փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Իսհակ Դարի եւ զինված ուժերի գլխավոր ֆելդմարշալ Ասիմ Մունիրի անձնական ներդրումը բանակցությունների հաջող ավարտի գործում։ Զրուցակիցները նշել են, որ ձեռքբերված համաձայնագիրը նպաստում է տարածաշրջանում լարվածության նվազեցմանը, վստահության ամրապնդմանը եւ կարգավորման դիվանագիտական ուղիների առաջխաղացմանը։ Ջեյհուն Բայրամովը հույս է հայտնել, որ համապարփակ համաձայնագրի հասնելու հետագա բանակցությունները կնպաստեն կայուն խաղաղության, անվտանգության եւ կայունության ապահովմանը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաեւ մտքեր են փոխանակել երկկողմ եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Ադրբեջանի եւ Եգիպտոսի միջև տնտեսական գործակցության ընդլայնման մասին քննարկումները տեղի են ունեցել Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբարովի եւ Եգիպտոսի պլանավորման եւ տնտեսական զարգացման նախարար Ահմեդ Ռոստոմի հանդիպման ժամանակ։ Իսլամական զարգացման բանկի խմբի տարեկան հանդիպումների շրջանակներում հաղորդում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի եւ Եգիպտոսի միջև տնտեսական գործակցության ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են տնտեսական համագործակցության ներուժի ավելի արդյունավետ իրացման, փոխգործակցությունը խթանող բիզնես հարթակների ձևավորման, ինչպես նաև գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման հնարավորություններին։ Կայացել է նաև կարծիքների փոխանակում առևտրի, ներդրումների, արդյունաբերության, էներգետիկայի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման առկա հնարավորությունների վերաբերյալ, նշվում է հաղորդագրության մեջ։ Մարոտ Հարվերդյան, հարևաններ։